անկեղծ եմ ասում, իմ մոտ տպավորություն էր, որ ազգային ժողովի նիստերի դահլիճը զոհասեղան է, ինչ է։ Զոհասեղան, հա։ Մոտավոր տվեք այդ մեկ մարդուն, այսինքն։ Պարոն Ղազարյանը սփխեցի ուլ չի, որ բերենք ստեղ մորթենք։ Հնչելա վիրավորանք։ Թող ներողություն խնդրի վիրավորանքի համար։ Իշխանությունն այսօր շարունակում էր ներողություն ակնկալել ուժեղ Հայաստանի անդամ Էդգար Ղազարյանից։ Ընդդիմադիր падգամավորը հայտարարում իշխանության ցանկությունը կատարելու համար չի եկել ազգային ժողով ու լռում, իսկ նրա խմբակցությունը հղում էր անում օրենքին, ըստ էության հասկացնելով, որ ներողություն չի լինելու։ Երեկվանից խորհրդարանի գլխավոր հերոսը Էդգար Ղազարյանն է, որի հայտարարության շուրջ 2 օր է պտտվում են իշխանություն-ընդդիմություն հակադարձումները։ Նրա երեկվա ելույթից հետո բանը ուրվոր է հասնում էր քաշքշոցի։ Մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ։ Երեք ընդդիմադիր ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ինքն էլ կուսակցի խոսքը բարևարկության խախտում էր որակել, խոստացել քննարկել Ղազարյանի ասածը ու հետագա քայլերի մասին տեղյակ պահել։ Ելույթները կարող են լինել սուր, կարող են լինել վիրավորական, կարող են լինել անընդունելի եւ այլն։ Այդ ժամանակ ինչ է պետք անել։ Մենք սահմանափակված ենք ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով։ Նախազգուշացում, խոսափողի անջատում, մեկ նիստի խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում։ Որ հաջորդ անգամ նման պահվածքից հետո, եթե դուք չինքնա էվակուացվեք այս դահլիճից, ձեզ էվակուացնելու են եւ դուրս են շպրտելու այս դահլիճից եւ ազգային ժողովի շենքից։ Այսօր փոխխոսնակ ուժեղ Հայաստանի անդամ Արամ Վարդևանյանը, այն էլ ոչ ուղակի, նիստը վարող ԿՊԱ-ական Հայկ Կոնջորյանի երեկվա արձագանքին անդրադարձավ։ Երեք ընդդիմադիրները միայն սեփական կուսակցի ձևակերպումներն էին խնդրահարույց որակել։ Նիստը նախագահելու շրջանակներում չափազանց կարևոր է ոչ թե իրավիճակը լրացուցիչ սրել, նիստը նախագահողը մեր խմբակցության կողմից ոչ ընդունելի որակված արտահայտության հաջորդող ժամանակահատվածում ինչ արտահայտություններ արեց։ Մեղադրանքը հնչեցնում առայն, որ մենք զոհերի հիշատակը սրիկայաբար շահարկում ենք, հաշվի չառնելով, որ տվյալ պահին ինքը սրիկայաբար շահարկում է իր բարեկամի զոհվելու փաստը։ Քաղաքական ուժերը իրանք ռադիկալացնում են իրանց ընտրողներին, հետո գալիս են դահլիճ, հասկանում են, որ սենց ապել չի կարելի, բայց արդեն վերջ։ Էլ ո՞նց կարող ես գաս ներողություն խնդրես, որ ձեզից մեկը ասել է սրիկա, մի սրիկա ասել է սրիկա։ Ու դες ռադիկալացման շղթան գնում է։ Կարող է որտեվ Էդգար Ղազարյանի կամ նույն ինքը հայ զինվորների մահը կամեցող սրիկայի այդ գործողությունները որպես այդպեսին պլանավորած են։ Մինչ ընդդիմությունն ակնկալում էր մեջբերեմ սխալին սխալով չպատասխանել, Էդգար Ղազարյանի արտահայտությունից վիրավորված ներողություն ակնկալող իշխանական падգամավորները, նրանց թվում ազգային ժողովի նախագահը, այսօր Էդգար Ղազարյանի մասին խոսում էին նույն արտահայտություններով։ Եվ նախագահողը թիմակիցներին չէր սաստում։ Իշխանականներն ասում են, աչք փակել չի լինելու է պատասխան ու անհամաչափ պատասխան։ Եթե դուք մերպես համարում եք, որ սրիկա բառը վիրավորանք է, ուրեմն լավ սրիկայությունը եթե վիրավորանք է, ուրեմն թող գա ներողություն խնդրի։ Եթե համարում եք, որ վիրավորանք չի, շատ լավ, ակնընդ ական, ատամնընդ ատաման։ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը առավոտից էր ներողություն ուզում լսել Ղազարյանից։ Պարոն Ղազարյան, ասելիք ունեք։ Ազգային ժողովի կանոնակարգը падգամավորների միջև նման ձևաչափով քննարկում չի նախատեսում։ Շատ լավ։ Պարոն Նարեկ Կարապետյան, ասելիք ունեք։ Ոչ։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, դուք ընտրեցիք այս ճանապարհը։ Ինչու մտքափոխվեց ուժեղ Հայաստանը։ Արդյոք պատճառը երեկվանից հնչող քննադատությունն է Ղազարյանին մենակ թողնելու համար։ Երեկվա վեճից հետո միայն Հայաստան խմբակցությունից Լևոն Քոչարյանը պաշտպանեց նրան։ Բացարձակ հակասություն չկա, պարոն Վարդևանյանը հղում է արել ազգային ժողովի կանոնակարգ օրենքին, հարգելի գործընկեր, որով մենք բոլորս պարտավոր ենք, ոչ թե կարող ենք ցանկանալ կամ ոչ, այլ պարտավոր ենք առաջնորդվել։ Երեկվա միջադեպից հետո Էդգար Ղազարյանը փոխել է իր տեղը նիստերի դահլիճում։ Նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկից ի վեր նա նստում էր ԿՊԱ-ական падգամավորների հարևանությամբ, իսկ այսօր տեղափոխվել է վերջին շարք ու լրիվ այլ թև,
ավելի մոտ ընդդիմադիր Հայաստանին։ Սա տեխնիկական կազմակերպական հարց է, որը վաղուց էր քննարկվել։ Պնդում էր խմբակցությունից նեղացած չէ, իրեն անպաշտպան չի զգում, անկախ պատգամավոր դառնալու մտադրություն չունի, մանդատից հրաժարվելու առավել եւս։ Ես տեղ իշխանության պատգամավորների պահանջներն ու խնդրանքները չեմ կատարում։ Եթե ձեր Թույլ տվեք ես ներողությունը շուշանամ։ Խմբակցության որոշումները կատարվում են։ Այս մեր օթակներում այսօր անշլագ է, գիտեք ինչի է անշլագ։ Գիտեք ինչ են բոլոր լրագրողները եկել հատուկ կանգնել կամերաներով, բաներով։ Որտեվ, սիրելի բարեկամներ, նրանք սպասում են, երբ է ծեծկրտուկը սկսելու, երբ է մարդա մեկը դառնալու բոքսի տանձիկ, որ իրանք էլ ահասարսուր վերնագրերով գրեն ազգային ժողովում նորից ծեծկրտուկ է, նորից վիրավորում են։ Իրենք չեն անցնելու չափերը, բայց համաչափում մի բան էլ ավելին արձագանքելու են, հայտարարում է քաղաքացիական պայմանագիրը։ Արդյոք իշխանության առանց վիրավորանքների աշխատելու առաջարկը արդեն հաջորդ լարվածությամբ կվերածվի բախման։